Զզվում եմ, որ զանավեսկին քաշում եմ։ Չէի կարա բանակում չհաստ նայող լինեի։ Ինչի։ Առաջինը, որովհետև այդ պաշտոնը էլ չկա։ Երկրորդը դու աղջիկ ես։ Աղջիկները տղաների հետ նույն զորամասում չեն ծառայ։ Բայց դու ինչ ռասիստն ես։ Աբո, ինչ ա եղել։ Նես դեմքով ես նստած, ոնց որ մուզվոտից բերևոդ են արել բատալյոն։ Մի հատ թափով հելար ստեղից։ Էս իմ տեղն է։ Հելար։ Դե թռի ինձ յոգուրտ բեր։ Այսով է։ Տեսար, որ ասում եմ կարայի չասնայող լինել։ Հա։ Եթե սաղ չաստում, աբոյի նմանները ծառային։ Բարի լույս բոլորին։ Բարի լույս։ Բայց ոնց հասկացա բացականներ կան, հա։ Էս Աննան ուր է։ Տեղ գնաց Գևորգի հետ։ Ոնց Գևորգ։ Չասեց ուր է գնում։ Չէ, դու առանց դրա էլ իրանց կգտնես։ Այսինքն Ուր գնում են հետևներից գնում ես, դավ։ Ռեստորան են գնում, դու մի անգամից սովածանում ես։ Կինո են գնում, պարզվում է դու վաղուց ուզում էր այդ կինոն նայեիր։ Սիտուղակի տենց համընկնում է։ Անուշ։ Իսկ կարող է իմանաս Աննան ուր է։ Գնացել է Այգի Գևորգի հետ։ Դավ, բա ուր։ Գնամ այգի մի քիչ մաքուրոտ շնչեմ, ախորժակս բացվի։ Տարյապկա։ Երեխեք ասեք, որ զանավեսկան քաշած ենք լողանում, այդպես տաքությունը ավելի լավ է մնում ներսում։ Սրան ինչ եղավ։ Երևի մաման էլի արգելել է տանը գնդակով խաղա։ Այդ զրիակերներ, չեք ամաչում, էս ինչ է։ Սպասեք ասեմ։ Մի վարքյան, հաստատ գիտեմ։ Ինչ ա եղել տիկին Սվետը։ Դուք գիտեք ես ամիս ինչքան կոմունալ ա եկել։ Ես ինչի տեր եմ, որ տանեմ պետության այդքան փող տամ, ինչա դուք ճաշ եք եփում, հեռախոս եք զարյատկի դնում, լողանում եք։ Բայց տիկին Սվետա, ոչինչ որ մենք այս տանը ապրում ենք, հա ու ասեմ ավելին, ձեզ դրա համար վճարում ենք։ Միա, 2 կոպեկ փող եմ աշխատում, 30-ով եք տալիս, հա։ Վերջ։ Ուրեմն այսպես, նոր կանոններ ա։ Այս տանը լողանում եք շաբաթը 1 անգամ։ Տիկին Սվետա, ես ամեն օր լողանում եմ, տենց ոնց կլինի։ Երևում ա։ Վերջ, չի քննարկվում։ Լավ, սենց ոնց կլինի։ Ես մի շաբաթ չլողանամ, վրա սունկ կաճի։ Չի աճի։ Ինչ գիտես։ Բանակում շաբաթը 1 ենք լողանում։ Սվետի մոտ կոմունալի չեք է։ Ուղղակի չէի ուզում այն ժամանակ ասեի, որ ձեր վրա չխոսար։ من خره میکنی هوکو شاتر بینن چی اوزون جنر نوی نرو گن که کموزیونه تهانس نسک سالالا که من نسستان لیکوید مامایی بالا ترسون تدانه مامایی بالا دادر گربانه مامایی بالا زیر هر بوبه مامایی همه Տիկին Սվետա, իսկ դուք հասկանում եք, որ ձեր այս քայլը մարդու իրավունքների կոպիտ խախտում է։ Մարդու իրավունքների կոպտագույն խախտումը գիտես որն է, որ կիսամերկ տնով մեկ ման ես գալիս։ Իմ մինուճար, իմ խեղճուկրակ երեխու աչքի առաջ։
Այս վերջի վերջն է։ Ես ախր շատ եմ քրտնում պարապմունքից հետո։ Ես պիտի լողանամ։ Դու կարաս սպորտզալում էլ լողանաս։ Ես սպորտզալում եմ լողանում։ Ուղղակի լողանալուց քրտնում եմ, գալիս եմ տանն եմ լողանում։ Սվետ ջան, հլա մի բանալի բեր։ Հա, Ժորիկ ջան, հեսա բերը։ Ստաշես։ Ասում եմ կարողա ձև այս բաղնիքի բանալիից մի օրինակ էլ մենք ունենանք։ Ձյաձ Ժոր, շատ եմ խնդրում։ Դու գիտեք, չէ, ես ձեզ ինչքան շատ եմ սիրում։ Գոնե ես էլի։ Ժորիկ ջա, դու բարի մարդ ես երևում։ Ստաշես Ձյաձ Ժոր, շատ եմ խնդրում, էլի մի հատ ինձ նայեք։ ոչ մեկ չիմանալ, խոսք եմ տանում։ Էլի ոչ մեկի։ Լավ էլի, լավ։ Ինձ տվեք, ես խոսք տանում եմ, ոչ մեկի չեմ տա։ Անուշ առաջ Ոչ մի պես կրեք մի հատ։ Ինչ եք ես խեղճ մարդուն վրա տվել։ Հեչ տիկին Սվետա, ուղղակի շնորհակալություն էինք հայտնում լավ աշխատանքի համար։ Հայտնեցիք։ Դե գնացեք։ Ժորիկ։ Սվետա ջան, ասում եմ միասին չստուգենք, հա? Դրսից բացենք, ներսից փակենք։ Բացենք, փակենք։ Բացենք, փակենք։ Բացենք, փակենք։ Բացենք, փակենք։ Հանգստացի, Ժորիկ։ Լավ։ Որ պետք լինեմ կանչած։ Ես գիտեի, որ դու ինձ հետևում ես, ռիփսիմ ես, վստահ էի, ու ամեն ինչ կանեմ, որ դու ինձանով հպարտանաս։ Մեր վաշտի հրամանատարը, որ իմանար ես լապշան ինչ արագ է պատրաստվում, մեր հագնվելու ժամանակը լուցկու վարվելով չչափի։ Ինչ լավ առավոտ էր, Գև։ Երբեք նախաճաշին պիկնիկի չէի գնացել։ Հա, իսկականից Գև ջան, ինչ լավ սենդվիչներ էիր սարքել։ Համել ասում եմ ինչ լավ եղավ, չէ՞ որ անտառի ամենախորքերում իրար հանդիպեցինք պատմական։ Աննա ջան, իսկ հիշում ես, որ ասում էիր դպրոցական տարիներից նկարներ ունես մեր դասարանից։ Կարող են նայենք։ Ոնց չեմ հիշում, լիքը ունեմ, արի գնանք նայենք։ Գնացինք։ Լիքը նկարներ ունեք, հա։ Իսկ կարամ ես էլ նայեմ այդ նկարները։ Տիկին Սվետա։ Հույս ունեմ ասելիքդ ավելի կարևոր է, քան իմ սիրիալը, որովհետև հենց հիմա Հենրին Անգելինային սեր է խոստովանում։ Տիկին Սվետա, ինձ ուղղակի հետաքրքիր է։ Եթե Լոգասենյակի բանալին փոխել եք, հիմա ես եմ զուգարան եմ ուզում, ոնց գնամ։ Երկու րոպե։ Կհասցնեմ։ Հələ stop baby։ Դե հիմա գնա։ Էլ պետք չի ճիշտն ասած։ Շնորհակալություն։ Հիշում ես մեր դասանի Մարիամն է։ Մարիամ։ Հա, Չէ, ոնց չէ։ չեմ հիշում։ Դուք իրար էիք սիրում, դու իրան սիրահարված էր, հա։ Անգամ
Սեմ, հետևի նստարանին նստած համբուրվում էիք։ Չէ, հա, ես հասկացա։ Էսի են Մարիամն է։ Ես իմացա ինչի չեմ հիշում։ Այդ գիտես ինչից է, որովհետև իմ սրտում արդեն ուրիշ մեկը կա։ Բայ։ Ես ինչ լավ դասարան է։ Սիրով համերաշխ։ Բայն մուճուր սև գեշ անդուր տղենով է։ Ես եմ։ Կներես։ Դավիթ, քեզ իսկապես հետաքրքիր են մեր նկարները։ Շատ։ Վերջ, ես քեզ ուղարկեցի։ Դու նայի, մենք գնացինք Արիգոր։ Բայն կողքի տղենով է։ Էլեն, ես հիմա սառը թերն եմ հաշվում, 350 հատ էր։ Ինչն է խնդիրը։ Խնդիրը էլա, որ այսօր էլ է 50 հատ։ Ես չեմ հասկանում, դու ընդհանրապես սառը թե չես վաճառում։ Դե որ մարդիկ չեն ուզում հոչ են ստիպելու։ Լավ էլի Էլեն, դու դրա համար ես տե աշխատում, որ մարդիկ ոչ մի բան չուզենան, դու վաճառք անես։ Չգոռես իմ վրա։ Արի ստեղ նստենք։ Արի։ Սառը թե։ Սարքի։ Ով քնացեք արթուն կացեք, ով արթուն եք ելեք կեցեք, ով կեցել եք զենք կապեցեք, զենք եք կապել ձի թամբեցեք, ձի եք թամբել ելեք հեծեք, հետո չասեք թե մենք քնած, Դավիթ գող եկավ գնաց։ Դավիթ աղբեր, եկ դեր էստեղ։ Սեղան նստենք, խոսենք կարգին։ Չեմ նստիլ ես քուհացին, դու տմարտի վախկոտ ունենք, շուտ զենքը տար, հեծիր կուծին, դուրս եկ մեյդան, գրվենք կարգին։ Գրիվ կուզես, գրիվ կանենք, իմն է միայն զարկն առաջին։ Քոնն է զարկիր։ Դավիթ! Խանդուտ, իմ սիրուն խանդուտ, դու ինձ թողիր փախար, մոտը սրա։ Էս ինչ ձև կխոսաս հետս Դավիթ, քու համար սրա չէ, այլ մսրա։ Դավիթ, կներես ինձ, սխալվել եմ, չար հոգիները հոգիս պղտորել են։ Ուշ է խանդուտ, շատ ուշ է խանդուտ։ Դավիթ! Իդեպ ես վերջում, նոր ծանոթություններ ունեի ու մի աղջիկ ենքան նման էր քո հավանած աղջկան չես Լուրջ քեզ։ Մորասեր ես, ոնց կաս այդպես էլ մնացել ես։ Իրականում միշտ երազում պատմություն ուսումնասիրեմ։ Դու էլ կուտես Ռոլտոն։ Չէ, Ինչի չես ուզում։ ուզում եմ, բայց չեմ կարա։ Ասեմ ավելին, դու էլ չես կարա։ Էդ ինչի։ Այ հենց դրա համար։ Չեմ հավատում։ Հիմա էլ թեյնիկն է վերցրել։ Հա, ասում ասենց համ ջուրն է էկոնոմիանում, համ լույսը։ Լավ, բա հիմա ո՞նց ենք հաց ուտելու։ Մի հատ հետաքրքիր ձև կա։ Հասկացար։ Հասկանալը հասկացա գոր, բայց ոչինչ որ իմ լապշան ես ուտում։
Ես չեմ հասկանում, սենց ինչքան պիտի շարունակվի։ Սենց որ գնաց մի օր էլ չի թողելու լվաց կանենք։ Որ հիշում եմ այսօր մի անգամ եմ լողացել մարմինս քորա գալի։ Մեկս ուզում ես քեզ օգնեմ։ Ոնց աբո։ Մեջքդ քորեմ։ Կորի աբո։ Փոքր մարդիկ, դպրոցականներ, ոնց են որ ծնվում են ոչ ման չեն հասկանում։ Հա, հիշեցի, երեխեք։ Անուշ ջան, ինչ ա եղել։ Ոնց որ օրապահ լինես, որ եկել է կապձոր կա, տղերքին զգուշացնի, որ աֆիցեր ա գալիս։ Ռիփսիմեն։ Ռիփսիմեն ա գալիս։ Ռիփսիմեն։ Այ, Անուշ, Ռիփսիմեն ինչ։ Ռիփսիմեն ինձ էր նայում։ Անուշ, գիտես, տենց էֆեկտ կա։ Եթե երկար ես նայում մարդու նկարին, քեզ թվում է ինքն նկարի մեջից քեզ ա նայում։ Չեք հասկանում, Ռիփսիմեն ինձ էր նայում, աչքերը թարթում էր։ Անուշ ջան, չի կարող տենց բան լինի, հաստատ քեզ թվացել է։ Չեք հավատում, եկեք ցույց տամ։ Լավ էլի Անուշ, հավեսներովս գնա։ Սկզբից լողանալը արգելեցին, հիմա էլ թեյնիկն են պահել։ Էսի տուն չէ, էսի բռնապետություն ա։ Մեկս գիտես քեզ բան չեմ ասի, մամայիս հետևից վատ բաներ ես խոսում։ Աբո ջան, հանգիստ։ Բռնապետությունը վատ բան չի։ Մեկին նկատի ուներ, որ տիկին Սվետան շատ ուժեղ ու ազդեցիկ տյոտյա։ Հա, մենակ ձերքի ծխամուրճն ա պակասում ու բարակ բեղերը։ Մեգի ջան, ուզում ես լողանես։ Գոր, հիմա լողանալ ավելի շատ եմ ուզում, քան հարուստ տղայի հետ ծանոթանալ։ Մի հատ բանակային ձև կա ջուր տաքացնելու։ Սովարա, առավոտից տե կանգնած մի հատ սառը թեյ ա խմում։ Դավիթ, Դավ, իչով բան կցանկանաս։ Չէ։ Բա որ չէ, ինչ ես եկել թեյավճար տվող հաճախորդի տեղը զբաղեցրել։ Գնա ուրիշ տեղ կանգնի։ Էրիկ, ինչ որ բան ունես խմելու։ Ալկոհոլային։ Կներես, բայց ալկոհոլ չենք վաճառում։ Ափսոս։ Բայց կարանք ճարենք։ Վայ Անուշ, էդ ինչ ես անում, իմ սիրտը սարում, կրակ ես վարում, էդ ավականներ քո դեմը ու ծիծաղում, իմ բախտի հետ ես լոխը խաղում։ Հեյ, հոբիվ Սարո, դու սուս մնաս տեղ, ես աղջիկա կողքին դու չունես տեղ։ Սարո ջան, սպասիր, մի զայրացիր զուր։ Մոսին ինձ եղբայր, ես էլ նրան քույր։ Ես հիմա սարքում եմ նրան սարը թեյ, սարքեմ վերջացնեմ, նոր կռվեք, օքեյ։ Չեմ թողնի կյանքում կպնես Անուշին, դու չոբան տղա ես, չես կերել սուշի։ Մոսի, դե հարի բռնվենք կողի, տեսնենք ով փորը դանակ կկողի։ Ներող ինձ Սարո։ Ուշ Անուշ, Վայ, շատ ուշա։ վայ։ Դավ, լավ ես։ Մի հատ էլ լցրու։ Գոր, բայց կարծում ես կաշխատի։ Ճիշտ է այդպես Մեգի ջան։ Ինչի բանակում sense բաներ ենք սովորել։ Ինձ մի հատ բահ տաս, մի ժամում նորակառույց բարձրակ շենքի համար հիմք կփորեմ։ Մի հատ ենթասպա ունենք, ասում էր մարդիկ ինչ ասես չեն անում, որ բանակից խուսափեն։ Նույնիսկ ինադու աղջիկ են ծնվում։ Ես ինչ էր Գոր, լսեցիր։ Չէ, ինչ էր։ Երևի ինձ թված։
Հերս ճիշտ էր ասում։ 2 տարի բանակում ծառայում ես, որ 22 տարի պատմելու բան ունենաս։ Գորիսկ երկար կտևի, չեմ համբերում երբեմ լողանալու։ Համարյա պատրաստ է։ Վայ, ես հիմա լողանալու համար ամեն ինչ կտայի։ Ժուն։ Լսեցիր, էլի ձեն եկավ։ Ռիփսիմե ջան, ես քեզ վերջին սերնդի Samsung-ը մրցումներում եմ հաղթել, բայց տալիս եմ քեզ, որ ինձ ավելի շատ մոտիվացնես։ Անուշ ջան, կարծում եմ այդ հեռախոսը Ռիփսիմեին պետք չի։ Նկարի մեջից չի կարողանալու քեզ զանգի։ Այնտեղ կապերը լավ չեն։ Վերջ, պատրաստ է։ Սենց։ Ասա Էլեն։ Էրիկ սառնանում տորթ եմ դրել, չմոռանաս, վաղը Ցնցուրյանի ծնունդն է։ Դա մոռանալ կլինի։ Ամեն տարի մեր հաշվին է ծնունդը նշում։ Հեսա սառնարից հանեմ դնեմ դուրսը։ Հա բայց միջև վաղը կփչանա։ Աբա այդ եմ ասում, այդ էլ կլինի մեր նվերը Ցնցուրյանին։ Լավ բան ես մտածել, բայց ինչ ես ուտում։ Յոգուրտ։ Էլի ձրի յոգուրտ ես վերցրել։ Բայց ինչի՞ է ձրի։ Դավիթն է փողը տվել, ուղղակի չի հիշում։ Լավ։ Ահա, շվայնը պարտիզան է, հանձնվիր։ Երբեք գնագերողի ծոցը կարմիր բանակի զինվորը երբեք չի հանձնվում։ Ուրա! Դե ուրեմն սատկիր։ Ու դու կապվում եք կարող ես այսքան հեշտ ինձ սպանել։ Նիղջիսեն։ Փախ իստեղից։ Կարմիր բանակի զինվորը երբեք չի կրակում անզեն մարդկանց վրա։ Զորաբյան դիմացիր։ Աննա, իմ սիրուն Աննա, ինչի ես դու ես ֆաշիստին սիրում։ Այ իմ հիմարիկ, ես նրան չեմ սիրում, ես քեզ եմ սիրում։ Ուղղակի դու չես պայքարում իմ համար, պայքարիր, քո կռիվը դեռ չի ավարտվել։ Կռիվը դեռ չի ավարտվել։ Ոչ։ Բակոկ։ Սվետ ջան, սերը հոսանքի պես է, չի հարցնում են, երբ խպի։ Հա բայց ինչի՞ց էր խփել Ժորիկ։ Հենց առաջին անգամ քեզ տեսա, խփեց։ Այդ խտանս հոսանքը նկատի ունեմ։ Ինչի՞ց էր տենց եղել։ Հա, էդ, դե հավանաբար ինչ-որ տատանում ա եղել, հարերը նագրուսկին չեն դիմացել։ Այ իմ սիրտն էլ քո նագրուսկին չի դիմանում, Սվետս։ Քեզ խելոք պահի Ժորիկ։ Մամ, Ջան, մամայի բալը։ դե լավ էլի մամ ինձ մի ասա, էլի մամայի բալա, Հա դե լավ։ Մամայի սրտիկը, մամայի համովը, մամայի արջուկը, մամայի շունիկ մունիկը։ Ավել լավ ասա մամայի բալա։ Ասա մամայի բալա։ Մամ, կարամ այսօր լողանամ։ Վայ, վերջապես։ Աչքս լույս։ Ես էլ մտածում էի կլնի տենց մի օր, որ ինքնուրույն ուզենաս լողանաս, ոչ թե իմ ստիպելով։ Հա, մամ դե որ խնդրեմ բաղնիքի բանալին կտաս։ Բայց նայ հա, ոչ մեկի ձեռը չընկնի։ Չէ մամ ջան, դու ինձ կարաս վստահ ես մամ։ Դե գնամ սրբիչս վերցնեմ, գնամ լոգարան։ Ամուլիկ, նավակը տել կվերցնես, բադիկը տել, հետո վաննան ջուրը կլցնես, բադիկը կդնես նավակի վրա ու կքշես։ Դե լավ էլի մամ։ Ժորիկ, ինչ ես բերանդ բացել։ Վերջացրեցիր։ Ասա ջան, վերջացրեցի։ Դες վերցրու գնա։ Չէ, պետք չի։ Դրա տեղ ավելի լավ է, թուշս պաչես, հա։ Պա,
Իչե պաչեմ։ Դե ուրեմն Չէ դուք պատկերացնում եք այդ Գևորգն ուզում էր ինձ համբուրել, ես չգիտեմ էլ ոնց։ Բարեբախտաբար Դավիթը ճիշտ ժամանակին հայտնվեց սրճարանում ու փրկեց ինձ ու հաղթեց այդ Գևորգին։ Ես չգիտեմ, գիտեք ոնց որ օրինակ Սասունցի Դավիթը Մսրամ Էլիքին կամ Սարան Մոսին կամ էլ չէ ավելի լավ օրինակ ոնց որ Կարմիր բանակի քաջ զինվորը գերմանացի զինվորին։ Աղջիկներ, դուք ինձ լսում եք։ Ինչ է ստեղ կատարվում։ Դե, օրինակ ես չեմ ուզում տեղիցս շարժվեմ, որովհետև ամեն շարժումից կարամ քրտնեմ։ Իսկ լողանալ չեմ կարա։ Անուշ, իսկ դու։ Ռիփսի մեզ ինձ լքելա։ Ինձ չի հետևում։ Մտեք։ Կարելի է։ Եթե ասես ինչ կասենք, կարելի է թե ոչ։ Մեգի ջան, հիշում ես, որ ասեցիր լողանալու համար ամեն ինչ կտաս։ Հա, բայց դու այս սենակում չես եղել, ո՞նց իմացար։ Բանը, զգացել եմ։ Քո համար բաղնիքի բանալին եմ բերել։ Իսկ մամատ գիտի, աբո։ Ոնց։ Իմ համար մամայիդ գլխից թռել ես։ Բա չես վախենում, որ իմանա ու գլուխդ ջարդի։ Մինչև այս նախադասությունը չէի վախենում։ Ապրես աբո։ Գժվել եք։ Ինչ եք ես գիշերվա կեսին ձերներդ գլուխներդ գցել։ Չհասկացա։ Այս բաղնիքի դուռով ա բացել։ Մամ ջան, ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Բա կբացատրես, բա ինչ կանես ես։